Բարև երկիրը շարունակվում է սիրելի հեռուստադիտող եւ մենք տեղափոխվում ենք թատրոնի աշխարհ, որովհետեւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում մեծ պրեմիերա է։ Փետրվարի 25-ին ներկայացվեց Սիմոն Աբգարյանի Պենելոպե օ Պենելոպե պիեսի բեմադրությունը, որը նոր հայացք է Հոմերոսի ոդիսական պոեմի գլխավոր կերպարներից մեկին Պենելոպեին։ Ներկայացումը ցուցադրվելու է նաեւ այսօր եւ վաղը, ինչի առթիվ մենք ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Այո, տաղավարում հյուրընկալել ենք ներկայացման դերասաններ Վարշամ Գևորգյանին եւ Ալլա Սահակյանին։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, հրաշալի տրամադրությամբ։ Թույլ տվեք նախ շնորհավորել նաեւ թատրոնի վերաբացման առթիվ, որովհետեւ այստեղ ով լինում է թատրոնից առաջինը դրանից են խոսում ոգևորված եւ Սեփական շենք եւ տուն ունենալու հարցնել նաեւ ձեզ ինչպես եք ձեզ զգում ձեր նոր վերաբացված տանը։ Շատ լավ, ինչպես վերանորոգումից կամ նոր բնակարան գնելու ոգևորություն է լինում մարդկանց մոտ, նույնպես էլ մեզ մոտ ճիշտ է դեռ անսովորություններ կան վարժվելու եւ ջերմությամբ լցնելու այդ շենքը եւ դրանում մեզ օգնում է մեր հանդիսատեսը իրենց այցելությամբ քիչ-քիչ շունչ է առնում շենքը եւ շատ լավ ենք զգում, հրաշալի բեմ է հանդիսատեսի համար առավել եւս կարծում եմ հանդիսատեսը գոհ է, լավ, շատ ավելի լավ պայմաններ են։ Շատ լավ։ Անցնենք ներկայացմանը Պենելոպե օ երկարացման նշանով անպայման Պենելոպե։ Բոլորիս մանկության տարիների, հատկապես 97 թվականի ֆիլմը իմ ամենասիրելի ֆիլմն էր, այդ Ոդիսևսի վերադարձը։ Հիմա անպայման իհարկե կդիտենք, որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը, բայց գանք սկզբից, հա, Սիմոն Աբգարյանի հետ համագործակցությունը առաջին անգամ չէ, ինչպես ստացվեց նաև այս անգամ պիեսը, ինչու հենց համազգային թատրոնը որոշեց, որ պետք է բեմադրի։ Դա իր ընտրությունն էր, հնարավորություն էր տրված Սիմոնին ընտրել որևէ տեղ Հայաստանում որևէ թատրոնում աշխատելու, չեմ կարող ասել ինչպես ընտրեց, բայց որոշեց, որ մեր թատրոնը պետք է անի եւ հետո էլ թատրոնում եղավ կաստինգ ամեն դերի համար մի քանի տարբերակով եւ ընտրվեց կազմը։ Մենք իհարկե շատ ուրախ ենք Սիմոնի հետ աշխատել, որովհետեւ շատ խիտ եւ նոր գույներ է բերել իր հետ մեր դերասանական կարիերայում, սա իսկապես նորություն է, աշխատելավոճը, մարդկային շփումը շատ հաճելի է եւ արդյունքում ունեցանք այս ներկայացումը, ինչի համար շատ ուրախ ենք։ Մենք էլ ենք ուրախ, որ ներկայացումը հատկապես ձեր թատրոնում է եւ թերևս խոսենք ձեր կերպարներից տվյալ ներկայացման մեջ եւ դասական տարբերակից կա փոփոխություններ, ինչպիսի կերպար եք ստացել նոր բեմում։ Պիեսը գրել է ազդվելով նաև հոդիսականից եւ հերոսները, որոնք ապրում են այսօր եւ նույն հերոսներն այսօր են նաև գնում պատերազմում իրենց համար իդեալոգիաներ ունեն, ինչի համար են գնում պատերազմելու, բայց նաև կա դրա հայլային հակառակ կողմը, թե ովքեր են տուժում այդ պատերազմից, երկրներ, ընտանիքներ, մարդիկ, կանանց եւ ինչպես եւ Սիմոն Աբգարյան ասում, որ այստեղ շատ ցցուն կերպով արտահայտված են կանացի կերպարները, այն է թե Դինահը, որը զուգահեռվում է Պենելոպեի հետ, խղճի կերպարն է առաջ բերել, որը Ոդիսևսին պետք է այստեղ մեր պարագայում Էլիասին նորից օգնի եւ դարձի բերի եւ իհարկե մոր կերպարը իդեմս իմ կերպարի Նուրիցայի, որը ամբողջ ներկայացման առանցքում հետապնդում է որդուն եւ բոլոր այն ճշմարտությունները, այն բացը, որ ինֆորմացիայի տեսքով նաեւ ունեցել է Էլիասը, իրական աշխարհի մեր դառը ճշմարտություններն է ներկայացնում եւ ցույց տալիս, որ պատերազմող մարդու այդ կրեդոների մեջ նաև կա բաց տեղեր, որոնք չի լրացվի։ Դա այն է, որ ընտանիքդ երբ որ թողնում ես, սեռանում ես, հողի կորուստն է, եւ հետո շատ գծերով որ զուգահեռում ենք, այսօր տպավորությունն է, որ մենք ոնց որ ապրենք մեր այս յետպատերազմյան շրջանում եւ շատ հետաքրքիր ձևով մի պիես, որ 20 տարի առաջ է նա գրել, մեր օրվա հետ շատ զուգահեռներ է անցկացվում մեր իրականության հետ։ Մենք էլ ենք փնտրում պատերազմից հետո մնացած այդ փշրանքները
ինչուները եւ չեն կարողանում այդ պատասխանները գտնել, պատերազմողն է արդյոք ճիշտ, թե նահանջողը, այն սպասող կինը ինչ մեղք ուներ, այդ որդիները, որոնք առանց հայր են մեծանում եւ շատ ուրիշ հարցեր, որոնք այսօր մեր համար նույնպես պատերազմող եւ չորտեղ նաեւ պարտվող երկրի համար հարցեր են մնացել եւ օթում են մնացել եւ այստեղ միստիկ կերպով ինչ որ ձևով մեր օրվա իրականության հետ զուգահեռվեց, բայց ասեմ, որ ներկայացումը շատ հետաքրքիր իր ձեռագրով նաեւ էպիկական ձևով է բեմադրությունն արել, ֆրանսիական շատ զուսպ տեքստային լակոնիկություն ունի, խաղաոճը նաեւ, որը մի քանի կարծես ժանրերի էկլեկտիկա լինի բեմի վրա եւ մոնումենտալիզմը եւ այդ էպիկականությունը եւ նաեւ ժամանակակից շատ հետաքրքիր դրսեւորումներ, երաժշտական անցումները եւ խաղաոճը նաեւ այսպես շատ հետաքրքիր ասեմ, որ մենք յուրաքանչյուրս մենք որպես դերասաններ նոր մի փայլ, ինչպես Վարշամը ասեց, նոր շերտ ավելացրեցինք մեր դերադարակում, եթե ասպեսի բառ ասենք, որովհետև լավ է, երբ որ նոր բան ես փորձում, մարմինը դու ինքդ քո այդ կոմֆորտից դուրս ես գալիս եւ մի ուրիշ ափի մեջ ես հայտնվում եւ դա հետաքրքիր մի շերտ է տալիս նաեւ մյուս դերերի վրա, հետաքրքիր փայլ է։ Ասացիք, որ հեղինակը տարել է զուգահեռներ Ոդիսևսի այդ արկածների, եթե կարելի այդպես ասել, եւ մերօրյա իրականության միջև, Ոդիսևսը պատերազմից վերադարձավ 20 տարի հետո, այնտեղ սպասում էր Պենելոպեն, այդ ճանապարհի բոլոր փորձություններին չենք անդրադառնում։ Հետաքրքիր է այդ զուգահեռը, երբ տարվում է մերօրյա պատերազմից վերադարձած տղամարդը, այդ տղամարդու հոգեբանությունը եւ կնոջ հոգեբանությունը, որը սպասում է։ Հետաքրքիր է Պենելոպեի եւ մերօրյա կանանց միջև ինչպիսի նմանություն է գտել հեղինակը եւ ինչպիսի տարբերություններ, եթե համեմատենք, որ այն ժամանակ 20 տարի են սպասել, հիմա իհարկե։ Եսում էլ 20 տարի է սպասում, այսինքն 10 տարի է ինչ պատերազմը վերադարձել է, բայց դու չես վերադառնում, ինչպես ասում են հալայի կերպարը։ Նայեք, անկեղծ ասած, դες գախնիկ բացեմ, շատ չի ձգտել Սիմոնը պիեսը գրելուց, որպեսզի ճիշտ եւ ճիշտ անդրադառնա Ոդիսևսի պատմությանը, այսինքն սյուժետային գիծն է, իսկ բովանդակային առումով թերևս ինքը հենց լիբանանյան պատերազմի ժամանակ է գրել եւ որ իր ծնողները, իր ընտանիքը ինչպես է ապրել, պատմությունը ժամանակակից է, չնայած որ այնքան էլ չէ, որովհետեւ դա էլ տարիներ առաջ է գրվել եւ այլ տեղում, բայց երևի թե այն պատճառով, որովհետեւ պատերազմները իրար շատ նման են, ամեն դեպքում խորքում ներսում եւ սպասող կնոջ եւ հոգեվիճակները թե պատերազմողի, թե սպասողի համար երևի թե կարելի ասել բոլոր ժամանակներում նույնն է։ Այդ պատճառով ինքը չնայած որ գրված է այլ երկրում, այլ տարիներում, ինքը այո, այսօր շատ մեզ համար էլ կարևոր եւ բովանդակային շատ ճիշտ տեղերում է դիպում, բայց պետք է ասեմ, որ նաեւ մենք սա խաղացինք Չեխովյան փառատոնի շրջանակներում, դեռ անցած տարի Մոսկվայում, եւ նրանք էլ իրենց պատերազմի հետ կարողացան զուգահեռներ տա, այո, բնականաբար մենք փառատոներին խաղում ենք հայերեն, որոշ տեղեր լինում են սուբտիտրներ, ենթագրեր եւ այնտեղ կար ենթագրեր, հանդիսատեսը կարդալով դիտում էր ներկայացումը եւ պետք է ասեմ, որ իրենք էլ շատ հետաքրքիր լավ տպավորված էին, որովհետեւ իրենք էլ կարողացան իրենց պատերազմի իրենց խնդիրների հետ կարողացան զուգահեռել եւ այո, այդպես է եղել, որովհետեւ գիտեք, այդ նույն հիմա նույնիսկ կարևոր չէ հաղթած թե պարտված, այս դեպքում օրինակ այս պատմության մեջ պատերազմից հաղթած, բայց միևնույն է պատերազմ գնացող վերադարձող պարտված է հետ գալիս անձամբ իր համար, անկախ նրանից դա այդ հաղթանակը այդ ունեցել են տեղ թե չէ, որովհետեւ մարդկային հոգեբանական իր խորքերում միևնույն է մարդը պարտվում է, որովհետեւ ամեն դեպքում պատերազմը լավ բան չէ։ Այս պատերազմի այս թեմայի շուրջ որ խոսում էինք, իրականում այս պիեսը նա գրել է եւ
իր ծնողներին է նվիրել, մասնավորապես մորը, որովհետև մայրը հենց այդ դինահի կերպարի հետ է զուգահեռվում, որը հորը սпасել է տարիներ շարունակ, պատերազմն ավարտվել է, իսկապես նա դեռ չէր վերադարձել եւ իրենք էլ զգացել են այդ պակասը, իր անձնական պատմությունը շատ խորապես կա այս պիեսի մեջ եւ հետաքրքիր է, որ նաեւ ասում է, որ մեզ մոտ միշտ հարց է առաջանում, ինչպես օրինակ այդքան հեղինակավոր տաղանդավոր արտիստը դերասանը որոշեց, որ պիես գրել, ինքն էլ ասում է, որ այսօր Ֆրանսիայում, բնօրինակ եղել ֆրանսերենով, Ֆրանսիայում շատ վատ վիճակի մեջ է լեզուն, որովհետև շատ վատ ֆրանսերենով են խոսում, մի քիչ ավելի փողոցի, նույնիսկ այդպես կարող էր ինքը ասում էր, որ քաղաքական գործիչները շատ վատ ֆրանսերենով են խոսում, այսինքն այն գրական ֆրանսերենը կորել էր եւ իր համար մի առանձին ողբերգություն էր այդ էր եւ իրոք այս պիեսին որ հետևում ես, նա միայն տեսնելու չէ, նաև լսելու է, որտեղ շատ հետաքրքիր տեքստեր կան պոետիկ եւ զարմանալի դրամատուրգիա է մեր օրերում։ Ես կարող եմ ասել, որ մեր հանդիսատեսը պետք է մի շատ հետաքրքիր ունիկալ բան տեսնի, այդ իմաստով, որ մեր օրերում նման պիես լսել նաև մի առանձին հաճույք է։ Եվ ոչ միայն տեսնել, որովհետև իրոք տեսնելու էլ շատ բաներ կա։ Մենք խոսելով նաև մյուս դերակատարներից ուզում եմ ասել, որ դերասանախումբը, որ հավաքվեց եւ ընտրվեց եւ աշխատել է, փայլուն է աշխատել այս ամիսների ընթացքում։ Մենք մաս ենք կարողացել այդ աշխատանքը կատարել, կարևոր նայել էր զբաղված եւ մենք էլ անվերջ շրջագայում ենք եւ այս վերջապես հանգրվանեցինք մեր թատրոնում Նարեկը Բաղդասարյան, Նարինեն Գրիգորյան, Միլենա Ղազարյանը, Վարշամը, ես, Տաթևիկը Հովակիմյան, այսինքն հիմնական առանցքային կերպարներն ենք, որ խաղում ենք այդ բոլոր հետաքրքիր Այև Անդրանիկը, Մելիքյան եւ էլի շատ երկու հարուները, այո, շատ տարբեր կողմից բացահայտվող մարդիկ, որովհետև նրանց սովորենք այլ թատրոններում թերևս տեսնել կամ այդ թատրոնում, բայց այլ կերպարներով եւ այլ դերերով, դրանով հետաքրքիր է, խոսելով հանդիսատեսից արդեն մի քանի ներկայացում, խաղացվել է, տեսել են, ինչպիսի արձագանքներ եք լսել ու արդյոք ձեր սպասված հատվածներում, կետերում դե կա չէ նման գաղտնի, դուք նույն արձագանքը ստացել եք, ինչը սպասում էիք։ Այո, իհարկե, հիմնականում, այո, որտեղ որ սպասելի է արձագանքը լավ էր, բայց ինչպես միշտ հաճախ պատահում է, հանդիսատեսը ինքն է ընտրում եւ շատ անսպասելի հատվածներում լինում է արձագանք, այստեղ էլ էս ներկայացման մեջ էլ եղան այդպիսի դեպքեր, որ ինչ խոսք, ասես անակնկալ հաճույք է, որ ոչ բեմադրիչ չէ, ոչ դերասանները երբևէ չեն սպասում, բայց այդ հանդիսատեսը ինչ-որ մի նոր բան է գտնում։ Իսկ հետաքրքիր է ինչ դրվագ էր դա, որ ձեզ համար անսպասելի էր։ Ալայի հետ կապված ենք պատասխան։ Մենք հետաքրքիր դուետ է մեր դուետը, որովհետև ես խաղում եմ ոգու կերպար, որին միայն տեսնում է որդիս Էլիասը եւ խիղճը։ Եվ այդ տեսարաններում, որտեղ ինքը ինձ հետ խոսում է, բայց մնացած չգիտեն, մյուս պերսոնաժները չեն իմանում, թե ինքն ում հետ է խոսում, իսկապես շատ զվարճալի տեսարան է, որովհետև նա իսկապես լրջորեն զրուցում է ինձ հետ։ Իսկ նրանք կարծում են, թե ինչ որ այսինքն շատ հետաքրքիր Այստեղ նույնպես գալիս ենք նրան, որ եւ ռեժիսուրայի եւ դրամատուրգիայի իմաստով շատ հետաքրքիր հոտառություն է ունեցել Սիմոնա Աբգարյան, կարողացել է զգալ որն է թատրոն, այսինքն թատրոնը շատ է այստեղ եղել եւ թողել է այսպես որ նավը նավարկի եւ իսկապես հանդիսատեսի մեջ արդեն մենք այդ արձագանքը զգացինք Եվ նաև ասեմ, որ շատ հետաքրքիր կարծիքներ նաև լսել ենք, որովհետև ճիշտ է համազգայինը այս վերջին տարիներին արդեն ինչ որ ձևավորել է իր գույնը, գունապնակն ունի ներկայացումների տեսակի, բայց շատ հետաքրքիր նաև արձագանքներ լսեցինք, որ այս տեսակ ներկայացման կարիքը կար եւ այս տեսակ ներկայացումը անպայման լավ է, որ խաղացանկում կա, որ իսկապես նա տարբերվում է եւ խաղաոճով, եւ իր էկլեկտիկայով, եւ ամեն ինչով, եւ իր էսթետիկայով, որովհետեւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ եւ ձևավորումը Եվ պիեսի հեղինակը եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանն էր եւ բնականաբար այս 3
կարևոր կետերում ինքն իր ճաշակը անպայման պարտադրել է այստեղ նաև խաղաղոճի իմաստով։ Հետաքրքիր է կերպարներին որևէ ազգություն վերագրվում է, թե այսպես համամարտկային ընդհանուր չէ շեշտում։ Համամարտկային է ավելի շատ, այո։ Իհարկե ինչ էլ անենք հայկականությունում միևնույն է կա Սիմոնի բոլոր գործերում պետք է ասեմ, օրինակ վերջին ասելով որ հայ հանդիսատեսը տեսավ Էլեկտրան այն աշխարհից այդ պիեսի մեջ էր, որտեղ ընդհանրապես, այսինքն պետք է որ հայության մասին չլիներ, բայց միևնույն է ինքը թեկուզ մի երգի տեսքով, թեկուզ մի ռեպլիկով իր հայկականությունը առաջ է բերում, այդ առումով Սիմոնը այո շատ հայրենասեր է եւ կպած է իր արմատներին եւ ես ինչպես արդեն հաճախ եմ նշում, նա որտեղ ապրել է, որ ժամանակաշրջանում իր կյանքի բոլոր տեղերից իր հավաքածը կրում է իր մեջ մինչեւ այսօր։ Ինքը եւ լիբանանահայ է, եւ ֆրանսիահայ է, եւ հայաստանցի հայ է, որովհետեւ այդ ոչինչ չի մոռացել իր կյանքում իր բոլոր ապրած տարիները պատվով կրում է եւ կարող է այսպես հարազատ Լիբանանի Բեյրութի Բուրչամուտի տղա լինել եւ կարող է այստեղ ֆրանսիական նոր պատճաշակ ֆրանսիացի լինել եւ հայաստանցու պես լավ հոտառությունով ամեն ինչ հասկանալ կես բառից, այնպես որ ինքը իսկապես ֆենոմենալ մարդ է եւ իր մեջ ամեն ինչ գրում է, այդ թվում իր ազգությունը։ Լավ խոսելով լեզվամտածողությունից, ինչպես արդեն նշեցիք, այնտեղ ֆրանսերենում, եթե այդ ժամանակա վատ ֆրանսերենով են խոսել, հայերեն ադապտացնելով կամ վերագրելով, ինչպիսի հայերեն է ընտրված։ Զուտ գրական հայերեն, միայն բեմական հայերեն, թե այնուամենայնիվ միջին ինչ-որ ձևաչափ գտել եք։ Միջին պետք է ասեմ, չնայած որ իսկապես տեքստի գեղեցկությունը ժամանակ հիշեցնում է Շեքսպիրյան հայերենը, եւ բայց այդտեղ շատ կենթանի, չասեմ կենցաղային, կենթանի խոսքն էլ կա, որովհետեւ էլի վերադառնալով իր ընտանիքին, ինքը ասում է իմ տանը այո կա եւ թե փիլիսոփայական խոսքեր էին հնչում եւ կարող էր հայրս հայհոյել ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ բառերով նույնիսկ։ Այո, եւ այդ զուգահեռումը երեք ներկայացումից հետո մի թատերագետ հենց այդ նույն հարցն էր տալիս իրեն, որ ինչպես է կարողացել զուգահեռել երկու այդ խոսքերը, ասած է որովհետեւ իմ տան այդ երկուսն էլ կար։ Որտեղ բնական բնույթ է գրել այն։ Խոսեցիք Էլեկտրայից, եթե չեմ սխալվում, Մոլերի 3 մրցանակ ստացավ տարիներ առաջ ներկայացումը, այս ներկայացման պիեսի հետ կան ինչ-որ ծրագրեր, արդեն կանխատեսումներ միգուցե։ Այս պիեսը նույնպես մրցանակ է շահել։ Արդեն շահել է։ Չէ, նա արդեն շահել էր, ինչ մեզ մոտ բերվում։ Պիեսը։ Այո, պիեսը։ Հիմա խոսքը, այո, ներկայացման մասին է։ Ներկայացումը հրավերներ ունի Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան փառատոնից, Պետերբուրգ իմացակ եղել ենք Մոսկվայում Չեխովյան փառատոնին եւ ինչպես Արան նշեց Պետերբուրգում։ Եվ Բեյրութից էլ կան։ Մեկ այլ փառատոնի ենք հրավիրված։ Այո, Բեյրութին շատ ենք սպասում, ուրախ ենք նաև Սիմոնը մեզ հետ լինի այնտեղ։ Ասեմ, որ նաև ներկայացում արտավազդի է ներկայացված եւ Վարշավն է արտավազդի ներկայացված իր դերով, ես եմ ներկայացված իմ դերով, Նարեկը Բաղդասարյան եւ կա նաև հնարավորություն ասելու, որ նաև մեր Թամարա Բարոյանն է զգեստներով զբաղվել, որը շատ հետաքրքիր էլի էկլեկտիկ հետաքրքիր միջավայր է ստեղծել, ընդհանրապես ներկայացումը դիտելիս իրոք այնպիսի էսթետիկա գոյություն ունի, որ իրոք չեք կարողանում պատկերացնել, դա որևէ տեղայնացված չի, ժամանակաշրջանի մեջ չի, դե ժամանակակից է, բայց իսկապես որևէ ազգություն չեք տեսնում այնտեղ, դա եւ դրա կարևոր հատկություններից մեկն է այդ հաջողությունը, որ արդեն որ մենք գնացինք Մոսկվա եւ այնտեղ շատ տարբեր ազգերից կային նաեւ ռուսներ էին հիմնականում, բոլորը իրենց հետ են նույնացնում այդ պատմությունը, որտեվ հիմա ամենտեղ կա նաեւ աքսորի խնդիրը, ամենտեղ գաղթի խնդիրն է, ամենտեղ պատերազմի վտանգը, իսկապես աշխարհը այսպես դարձել է մի մեծ քարտեզ պատերազմական վարկետերի, այսօր իսկապես։ Այո, այսինքն Շեքսպիրը
բոլորը իրենց գտնում են յուրաքանչյուր տողի մեջ։ Իսկապես եւ կարող եմ ասել, որ նույնիսկ պիեսը առաջին անգամ առաջնախաղը մի քանի օր խաղալիս արդեն շատ հետաքրքիր դրամատուրգներ ասեցին, որ ինքը միտում ունի դասական դառնալը, որովհետեւ այս ձևով, այս տեսակի անդրադառնալ նույն ոդիսականին շատ հետաքրքիր ձևով, այսպես հզոր կերպով, շատ խոստումնալից ապագա է սպասվում։ Մոսկվայում խաղալիս պետք է նշեմ, որ շատ ռեժիսորներ հետաքրքրություն ցուցաբերեցին եւ ցանկություն, որպեսզի ունենան պիեսը եւ թույլտվությունը Սիմոնի, որպեսզի իրենք էլ կարողանան բեմադրել։ Այնպես որ որտեղ որ խաղում դեռ կարծում եմ այս ներկայացումը իր ճանապարհը նոր է սկսում եւ դեռ հաջողություններ շատ կլինեն։ Չէ, հետաքրքիր կլինի ֆիլմային տարբերակը, եթե փոփոխված ու նորովի լինի, պահպանելով էսթետիկան բեմի, բայց ֆիլմային տարբերակը եւս կարծում եմ հետաքրքիր։ Լավ գաղափար եք տալիս, Վարշավա։ Այնպես Սկսի։ բոլոր ձեր առաջիկա փառատոներին մենք մաղթում ենք, որ հետաքրքիր մրցանակներով, հետաքրքիր արձագանքներով եւ համագործակցություններով վերադառնաք եւ թերևս այսքանից հետո մնում է գնալ եւ վայելել այս ներկայացումը։ Այո, ասեմ, որ այսօր եւ վաղը մարտի 1-ին դեռ մի քանի տեղ մնացել է։ Սիրելի հանդիսատես, կարող եք ձեռք բերել տոմսերը, գալ վայելել մեր տաքուկ եւ հարմարավետ թատրոնի սրահում եւ դիտել այդ գեղեցիկ ներկայացումը, որովհետեւ երևի ամեն հանդիսատես պարտավոր է գալ այդ հետաքրքիր ներկայացումը գեղեցիկ դիտելու։ Շնորհակալություն գեղեցիկ զրույցի համար։ Ինչու ենք ավելացնելու հրավերի համար։ Եթե շնորհակալություն ենք հայտնում, քիչ առաջ խոսեցինք Սունդուկյան թատրոնից, կուզեի նաև շնորհակալություն հայտնել Սունդուկյան թատրոնին, որովհետև այս ներկայացման փորձերի մի մասը եղավ Սունդուկյան թատրոնը, որովհետև մեր դահլիճը այդ ժամանակ այսքան բեմը շենքը կառուցվում էր եւ մենք փաստորեն չունեինք փորձելու տեղ եւ մեր լավ ընկեր Վարդանը Մկրտչյան մեզ տրամադրեց, քանի խոսեցինք շնորհակալություններից, օգտվելով արդից նաև դրա համար ենք ուզում շնորհակալություն հայտնել։ Շատ լավ։ Շնորհակալ ենք մենք էլ կրկին, սիրելի հեռուստադիտողներ, ինձ մնում է հիշեցնել, որ զրուցում էինք Պենելոպե ներկայացման մասին եւ մեր հյուրերը դերասաններ Վարշամ Գևորգյանը եւ Ալլա Սահակյանն էին։ Բարև երկիրը շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։